կատարել, շնորհակալություն։ Տիկին Անդրեասյան, ես ճիշտ հասկացա ձեզ, որ մենք տնօրենի թափուր տեղ ունեցող դպրոցներից միայն 30%-ում ենք մինչև այսպա կարողացել նշանակել տնօրեն, որովհետև վիճակագրությունը, եթե ես ճիշտ է, 437-ից 138 դպրոցներում, գալիս է մոտավորապես 30%։ Հաջորդը, ես ճիշտ հասկացա ձեզ, որ 100 տեխնացուից 13-ն է հաղթահարում ծրագրի պաշտպանության, դպրոցի զարգացման ծրագրի պաշտպանության փուլը։ Այո։ Ես ճիշտ հասկացա ձեզ, որ եթե շարունակենք այդ նույն տրամաբանությամբ, այդ 13 հոգուց ըստ էության 5-ն է, որ հաջորդ փուլում կամ նույնիսկ ավելի քիչն է, որ հաջորդ փուլում արդեն ռեալ հավակնում է, նշանակում է տնօրեն չափանիշներին համապատասխանելու բերումով։ Հիմա ստացվում է, որ 100 հավակնորդից 5 հոգին է, որ մեր ստանդարտին համապատասխանում է։ Այո, պարոն վարչապետ։ Հիմա տեսեք, դուք ձեր խոսքի մեջ ասացիք ոլորտում կարողությունների զարգացման անհրաժեշտության մասին։ Ես կարծում եմ, որ մենք պետք է ի վերջո անենք քաղաքական արձանագրում եւ մեր փորձի վրա հիմնվելով, որ Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ բոլոր ոլորտներում կա կադրային ճգնաժամ։ Բոլոր ոլորտներում։ Եվ այս արձանագրում մենք ինչի չենք անում, ես լավ չեմ հասկանում։ Հիմա հերթով գալիս ենք տարբեր ոլորտներ, մենք նեղացնում ենք ուսուցիչներին, այս մեր խոսույթով, մենք նեղացնում ենք տնօրենների հավակնորդներին, մենք նեղացնում ենք քննիչներին, մենք նեղացնում ենք դատախազներին, մենք նեղացնում ենք համայնքային աշխատողներին, մենք նեղացնում ենք ավագանու անդամներին, մենք նեղացնում ենք ինքներս մեզ, ասելով, որ չենք կարող կառավարել ունենց, ոնց որ պետքա կառավարել։ Երեք երբ որ ես հերթական հանդիպումն էի ունենում քաղաքացիների փոքր խմբի հետ, իրական Հայաստանի գաղափարախոսությունը քննարկելու համար, մի քննարկման ընթացքում մի այսպիսի միտք հարցադրում, որը կարող է իրականում սադրիչ թվա, ծագեց։ Ես հարց տվեցի, ասի սիրելի ներկաներ, քաղաքացիներ էին, ասի մենք կարող ենք ձեր տպավորությամբ ասել, որ Հայաստանում ավտոմեքենա վարող անձանց, վարորդական իրավունք ունեցող անձանց 70%-ը իրականում չունի մեր ստանդարտներին համապատասխանող անհմտությունները, որոնք անհրաժեշտ են ավտոմեքենա վարելու համար։ Բոլորը միանգամից ռեակցիա տվին, ասին 95%-ը։ Ասի ես չի ուզում տենց ասեի։ Ես չի ուզում տենց ասեի, մտածելով, որ տենց էլի հերթական անգամ տենց շատ սուր ձևակերպում կանեմ, անհարկի սուր։ Շատ լավ ասում եք 95%-ը եւ ասի դահլիճում ներառյալ մարդ կա, որ պատշաճ ձևով քննություն է հանձնել, չարչարվելով եւ վարորդական իրավունք հաստատել։ Կանայք կային 2-3, որ այս վերջերս են սկսել process-ի մեջ մտնել եւ լավ ծանոթ չունեն ըստ ամենայնի, ասին հա մենք կտրվել ենք, չարչարվում ենք։ Ես ուրիշ բան ասացի, եթե մեր վարորդների ընդ որում մնացածով խոստովանեցինք ներառյալ ես, որ այդ վարորդական իրավունքը բան եմ ես ինքս իմ օրինակը բերեցի, ես բնականաբար կաշառք չեմ տվել, ես այն ժամանակ երբ որ ստանում էի, հայտնի լրագրող էի, ես որ ծնկաչող աղաչե էլ, ինձ չէին թողի, որ ես քննություն տամ։ Ես հələ բանին այդ տարածքին մի 300 մետրի վրա բերին իմ բանը տվին, ասին գնա ստեղից, շուտ հնարավորինս շուտ ստեղից գնա, գործ չունես մեզ հետ։ Ես ուրիշ հարց տվի, ասի լավ, եթե վարորդների 95%-ը այս տրամաբանության մեջ է, իսկ կարող է մենք ենթադրություն անենք, որ Հայաստանում աշխատող օրինակ սանտեխնիկների 70%-ը չի համապատասխանում
այն ստանդարտներին, որը անհրաժեշտ է սանտեխնիկ աշխատելու համար։ Լսանը ռեակցիա տվեց, ասեց 80%, 85% ու մարդիկ բոլորը պատրաստ էին պատմել, թե ինչ տեղի ունեցավ այն ժամանակ, երբ որ իրենք ծորակը փչացել էր եւ իրենք սանտեխնիկ հրավիրեցին, որպեսզի այդ ծորակը կառուցվի։ Ու սենց մենք տրամաբանությունը, եթե հիմա հաջորդ կարող ենք գալ ասել, կարող ենք նույնը ասել դերձակների մասին։ Կարող ենք նույնը ասել, ասենք օրինակ կաֆել խփողների մասին։ Կարող ենք ասել։ Եվ ես եկա հասա հետևյալ տրամաբանությամբ։ Իսկ եթե նույնը կարող ենք ասել վարորդի, սանտեխնիկի, կառավարիչի, այնտեղ ուսուցիչներ կային, ասցին ուսուցիչների, ասի ես հատուկ չէի ասում, որովհետև ես մտածում եմ, որ այնուամենայնիվ մասնագիտություններ կան, որոնց մասին պետքա շատ զգուշ խոսալ, իրանք ասին, չէ, այդ դեպքում էլ կա։ Ես շարունակեցի միտքը։ Ասի, իսկ հարգելի գործընկերներ, եթե վարորդները, սանտեխնիկները, կաֆել խփողները, մետլախփողները, դերձակները, ուսուցիչները, բոլորի մասին կարանք այդ ասենք, իսկ ինչի չենք կարող ասենք երկրի կառավարիչների մասին։ Ինչի չենք կարող ասել քաղաքական գործիչների մասին։ Որովհետև եթե դա է կանոնը, դա կանոն է բոլորի համար։ Իսկ ինչ պարտադիր է, որ դու մեքենա վարել իմանաս, որ դու մեքենա վարես։ Որովհետև մեքենա վարելը նույնն է մեքենան A կետից B կետի տեղափոխելու հետ։ Բացարձակապես նույն բանն է։ Իսկ ինչ կա, մեքենա վարելը սրանք լրիվ գժվել են։ Մեքենա վարելու մեջ բարդություն կա, որտեղ դնում ես գազին, հիմա էլ կան բարդ չի, մի ժամանակ էր որ պերվի կար, վտարոյի կար, տրեցի կար, հիմա չկա ոչի բան։ Դնում ես դեի վրա ու գազ ես տալիս։ Ինչքան գնացիր։ Քանի հոգի ճամփին ինչ կլինի էական չի, բայց մենք պետք է հասկանանք, որ սա, ընենք չի, մենք գնում ենք ասում ենք, վայ վարորդական իրավունքների այս համակարգի դեմ կռիվ տանք պայքարենք, հա շատ լավ կռիվ տանք պայքարենք, հետո բանի, հետո ուսումնարանում, հետո դպրոցում, հետո կաֆել խփող, հետո այն մեկը, չէ ժողովուրդ ջան, եկեք ի վերջո խոստովանենք, որ ամեն տեղ եւ ամենուր այդ նույն վիճակն է, ներառյալ կառավարման համակարգում։ Իսկ եթե կարելի է նույն կերպ մեքենա քշել, ինչի չի կարելի նույն կերպ լինել հազար ներողություն, չեմ ուզում, ինչի չի կարելի նույն կերպ լինել կառավարության անդամ, ինչի չի կարելի։ Ով ասե որ չի կարելի։ Ինչի չի կարելի նույն կերպ լինել բանի պետական պաշտոնյա։ Ինչի չի կարելի նույն կերպ լինել քննիչ, ինչի նույն կերպ չի կարելի լինել դատավոր, ինչի նույն կերպ չի կարելի լինել դատախազ, ինչի նույն կերպ չի կարելի լինել օպեր լիազոր։ Ցանկացած բան, ինչի նույն կերպ չի կարելի, ով կարա բացատրի ինչի, եթե կարելի է վարորդ լինել, չիմանալով մեքենա քշել, ինչի չի կարելի լինել կառավարիչ չիմանալով կառավարել, ինչի, եթե դա հանրության մեջ կոնսենսուս է, որ կարելի է տենց, ինչ տարբերություն, ինչ մեքենա ես վարում։ Եվ մենք պետք է խոստովանենք 7 տարվա մեջ ով վերակենում առավոտից իրիկու ասում եմ, այս կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում։ Հա, կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում, որովհետև երկրում կադրային ճգնաժամ է, մարդկային ռեսուրսի ճգնաժամ է, հարգելի գործընկերներ։ Իսկ գիտեք ինչի է ճգնաժամ։ Որովհետև մի երկրում, որտեղ բնակավայրերի 70 եւ ավել տոկոսում մանկապարտեզ չկա։ Երբ որ դպրոցների 70 եւ ավել տոկոսը կիսավերված է ֆիզիկական եւ բովանդակային առումով, չի կարող այդտեղ լինել, չլինել կադրային սով։ Կան երկրում լավ կադրել, նենց է, հիմա կասեն, ինչ չորացել է մեր երկրի արգանդը չորացել է, չէ, չի չորացել, Ժողովուրդ ջան։ Կան լավ կադրեր, այո, կան լավ կադրեր։ Փոքր խումբ, որոնք 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 միլիոն դրամով աշխատում են Հայաստանում, Հայաստանից դուրս։ Եվ չեն էլ գա աշխատեն կառավարությունում, հələ մի բան չի, 400-500 հազար դրամ ստանան, ամեն ստացած կոպեկի հետ էլ անեծքը հետը տանեն տուն։ Էլի բանը, պարքևավճարը, էլի պարքևավճարը, մեր բաները տարան, պարքևավճարը վճարեցին։
Եվ ինչի պետք է սա շատ լավ տեսարան է, շատ լավ, բայց սա ուրիշների մասին չի, Ժորժ ջան, սա մեր մասին է։ Հերիքա այդ բանը, այդ սրբազանացման բանից պետքա դուրս գանք։ Մենք մեզ այդ սրբազանացնելու տրամաբանությունից, սա մեր դեմքն է, սա մեր պատկերն է։ Նույնն է մեզ հետ կլինի, եթե մի հատ սենց տեստ է մենք անցնենք, նույնն է մեզ հետ արնելու, խնդրում եմ հանկարծ եկեք բան չանենք, ինքներս մեզ չխաբենք, նույնն էլ մեզ հետ արնելու, նույնն էլ մեզնից առաջների հետ է լնելու, անեն չլնի էլի, նույնն էլ նրանցից առաջների հետ է լնելու, որովհետև մենք մեքենա քշել չգիտենք, Ժորժ ջան, որովհետև մենք վարորդական իրավունք ստացել ենք նենց, ոնց որ ստացել ենք։ Մնացած ամեն ինչն էլ ենք ստացել, կան բացառություններ, իհարկե կան բացառություններ, բայց բացառությունը ընդամենը հաստատում է օրինաչափությունը։ Եվ եթե մենք այս պարզությամբ եւ այս ուղղությամբ եւ այս ազնվությամբ հարցերին չնայենք, մենք շանս չունենք ընդհանրապես։ Որևէ շանս չունենք։ Մարդը ինձ ես կխելագարում եմ ուղղակի։ Մարդը ինձ նամակ է գրում։ Մարդիկ ասում են ոնց ասում են, բայց ինձ աշխատանք չես տալիս, պարոն վարչապետ։ Ասում ենք նայում եմ այդ տեքստը իմ գրած 4 նախադասություն է, մեջը 17 հատ ուղղագրական սխալ կա։ Ես վերջերս մեկին չդիմացա, պատասխանեցի, ասացի հարգելիս, բայց ասեմ գոնե նամակ գրելիս մի հատ տեքստիդ նայ էլի, մի հատ դու չես համարում, որ դու քո կրթությամբ մի հատ պետքա զբաղվես։ Ջղայնացած նամակ հետ գրեց, ասեց չհասկացա, դու մտածում ես ես կրթություն չունեմ։ Այ որ իմանաս որ տեն չի, կծում եմ դիպլոմս, եւ այդ տեքստի մեջ եւս 17 հատ ուղղագրական սխալով։ Չմտածեք չափազանցնում եմ, եթե ով ուզի կտանեմ ցույց կտամ բանը, իմ բանի նամակների ցանկում այդ նամակը ցույց կտամ։ Բայց սա ուրիշի մասին չի, եթե մենք այս ասելով նկատի ունենանք ուրիշներին, մենք խնդրեմ կունենանք, սա մեր մասին է, սա մեր մասին է, որովհետև առավել եւս եթե մենք ուրիշներին նկատի ունենանք, այս ամեն ինչը մարդիկ կընկալեն որպես վիրավորանք։ Բայց սա մեր մասին է։ Եվ այն խնդիրները, որ մենք ունենք եւ ունեցել ենք, դրա մասին է։ Որովհետև այս խնդրի հետ մենք ամեն օր բախվում ենք եւ շարունակելու ենք բախվել, բայց ինչ անել։ Ինչ անել։ Հիմա կոնկրետ այս դեպքում ես կարծում եմ, այսօր նախարարի հետ մի թեթև խոսել ենք, չենք հասցրի քննարկենք, ես ընդհանրապես ասել եմ, որ այսպեսի բան անցնում մտքովս, որ մենք պետքա նախապատրաստական դասընթացներ անենք, այսինքն ոչ մեկի թույլ չտանք տնօրենի մրցույթի մասնակցի, Իչև ինքը այդ դասընթացը չգնա, չսովորի, չավարտի եւ բան չստանա, սերտիֆիկատ չստանա, որ ինքը մենք միջև էս ինչ որ հավաստագրի մեխանիզմ ունեինք, հա, բայց կարևորը որ բան չլինի, վարորդական իրավունքի նման չլինի, կարևորը որ դա ռեալ լինի, որովհետեւ էլի եմ ասում, դպրոցի տնօրենը մենք այդ վատ պատկերացում է, որ լավ ուսուցիչը կարա լավ տնօրենը լինի, կարա իսկապես շատ լավ ուսուցիչ լինի, բայց չկարողանա լավ տնօրեն լինի։ Եվ կառավարումը բոլորովին ուրիշ բան է։ Չնայած ասում եմ, այս ամեն ինչի մասին մենք պետք է մտածենք ընդհանուր առմամբ կառավարման համակարգում։ Մենք ինչ ունենք անելու, որ ավելի լավ կառավարել սովորենք։ Մենք կառավարության անդամներս։ Ես երեք հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստի ժամանակ արդեն որ 3-րդ անգամ այդ հարցը բարձրացնում եմ։ Մենք հակակոռուպցիոն քաղաքականության ռազմավարությունը ընդունելիս ասել ենք, գրել ենք, ֆիքսել ենք, որ պետք է այդ թվում պետական կառավարման մարմիններում հակակոռուպցիոն դասընթացներ լինեն, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաների համար։ Ես հարց եմ տալիս, քանի հատ այդպիսի դասընթաց են կարել։ 0, ոչ մի հատ։ Համեն դեպս ինձ ոչ մեկ չի ասել, պարոն վարչապետ, կառավարությունում կամ վարչապետի աշխատակազմում sense դասընթաց է կազմակերպվում։ Կարող է դուք հետաքրքրված եք։ Ոչ մեկ չի ասել։ Եթե ասեն, ես կգնայի խելոք աշակերտի նման կնստեի, կլսեի ինչ են ասում։ Բայց ոչ մեկի մտքով չի անցել, որովհետև մենք ամեն ինչ գիտենք։ Մեր ինչին է պետք տենց բանը։ Մենք ամեն ինչ գիտենք, բա որ ամեն ինչ չգիտենք, ինչ գործ ունենք, որ հայտնվել ենք այս կբանում, այս դահլիճում, ուրեմն մենք ամեն ինչ գիտենք։ Բացարձակապես մեզով պետք է բան սովորացնի, մենք պետք է բան սովորացնենք։
Եվ սա այս դահլիճի, այս աթոռի տասնամյակների խնդիրն է, տասնամյակների խնդիրը։ Ես էլի չեմ հոգնի դա ասել, մի մարդ մոտավորապես 2000 քանի տարի առաջ ասելա ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ։ Եվ մինչև հիմա այդ մարդը փոթորկում է մեր մտքերը։ Իսկ մենք ասում ենք, մենք գիտենք, որ ամեն ինչ գիտենք։ Եվ դրա համար համենայն դեպս մտքերը չենք կարողանում փոթորկել։ Ցանկացած ուրիշ բան փոթորկում ենք, բայց մտքեր չենք կարողանում փոթորկել։ Հետևաբար իմ արձանագրումն էլ ըստ էության այս հարցը իհարկե կքննարկենք, բայց ես առաջարկում եմ, որ մենք դա արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունում խորը կադրային ճգնաժամ է։ Եվ 4 նախադասություն կամ 5 նախադասություն վարժ ասելու ընդունակությունը չի նշանակում բան գիտելիք, այո, չի նշանակում գիտելիք։ Նույնիսկ գիտելիք ունենալը չի նշանակում գիտելիք, որովհետև գիտելիք ունենալը մի բան է, գիտելիքը կիրառելը երկրորդ բանն է, գիտելիքը երրորդին փոխանցելը բոլորովին ուրիշ բան է։ Այդ մեր կրթության ոլորտում լավ է, որ դրանից եմ ես սովորել անկեղծ ասած, որ ատեստավորման եւ տարակարգի բաները, թեմաները, որ իմանալը ուրիշ բան է, փոխանցելը ուրիշ բան է։ Դրանք կարող են այնքան տարբեր բան, որովհետև կարող ես լիարժեք գիտելիք ունենալ, բայց չունենալ հմտություն այդ գիտելիքը փոխանցել դիմացինի մարդուն, հազար ու մի պատճառով։ Եվ մենք պետք է այս խնդրի հետ առերեսվենք, ու մենք չենք հասկանում, այդ թվում չենք հասկանում, ինչի է որ ոնց, այս դահլիճում որոշում ենք, ստորագրում ենք, հրամայում ենք, ձեռը խփում ենք սեղանին, հուշի բան տեղից չի շարժվում։ Բայց այդ ինչի՞ց է։ Սկզբից մտածում ենք սաբոտաժ է, կարա լինի սաբոտաժի էլեմենտներ, հետո մտածում ենք ուրիշ բան, հետո մտածում ենք երրորդ բան, հետո մտածում ենք չորրորդ բանը։ Դες մի հատ բան կա, լավ ստեղծագործություն կա, որ հեղինակին չեմ հիշի, կոչվում է կարծեմ ընթերցողը։ Մենակ վեպի վերջում է պարզվում, որ գլխավոր հերոսը կարդալ չգիտի։ Դրա մասին ֆիլմ էլ կա։ Այո։ Հեղինակը ով էր, կարող է հիշեք, հա։ Վեպի վերջում է պարզվում, որ գլխավոր հերոսը կարդալ չգիտի, դրա համար ինքը ուրիշին է խնդրում, որ իր համար գրքեր կարդան, բայց դա վեպի այդ մեր որոշումը չի կատարվում, որովհետև ոչ մենք նորմալ կարդալ գիտենք, ոչ էլ նրանք նորմալ կարդալ գիտեն, ում հանձնարարում ենք, ոչ էլ նրանք նորմալ կարդալ գիտեն, ով պիտի այդ ամեն ինչը իրականացնի։ Ասածս կարա չափազանցություն թվա, բայց կներեք, եթե չափազանցություն թվա, այդ ֆունդամենտալ խնդրեմա է այդտեղը։ Երբ որ մենք չենք կարողանում ախտորոշել մեր խնդրեմը։ Եվ պատահական չի, որ այն մարդը, որը 4 նախադասության մեջ 13 սխալ գրում է, կարող է հիմա ինքը խորանանք, ինքը 50 ուրիշ պաշտոնյայի անուն տա, իր ճանաչած, որ մի այդքան էլ սխալներ իրանք են անում այդ նույն տեքստի մեջ։ Ու կարա պարզվի սա իրականությունը։ Եվ հետևաբար եկեք ես առերեսվենք այս խնդրի հետ, բայց ես առաջարկում եմ Տիկին Անդրեասյան այդ թեման մի հատ քննարկել, որ մենք ուղղակի մարդկանց օգնենք, որովհետև հա եկանք ասցինք 100-ից այսքանը այսպիսին է, այնքան է, այնպիսին է, մենք էլ այսպիսին ենք, բայց նիհիլիզմի մեջ կընկնենք, այն ժողովուրդ ջան։ Դες նիհիլիզմի հուսահատության, դեպրեսիայի մեջ կընկնենք։ Պետք է օգնենք իրար, իրանք մեզ պետք է օգնեն, մենք էլ իրանց պետք է օգնենք։ Պետք է խնդրենք, աղաչենք, բացատրենք, ներողություն խնդրենք, ինչքան պետք է, բայց պետք է ասենք, պետք է այս ճանապարհով գնանք, ժողովուրդ ջան, ուրիշ ճար չկա, որովհետև մեր երեխեքին ենք վստահում։ Մենք երեխեքին ենք վստահում։ Հետո գնում ենք բանակին ենք ասում, ես ես բանակում էդ էլ հնդածս ես հասկանում։ Բանակում ինչը լինում է, բոլորս հարձակվում ենք պաշտպանության նախարարության վրա։ Հա լավ 1 2 3 4 10, հետո երբ որ ուսումնասիրում ես, կարդում ես, հետազոտություն ես պատվիրում, հարցում ես,
Մեկ էլ ասում ես մի րոպե, բայց այս խնդիրներից ոչ մեկը բանակում չի ձևավորվել։ Ոչ մեկը։ Այդ բոլոր խնդիրները քաղաքացիական կյանքից սենց կտոր գալիս են, միտեղ են, փազլի կտորները միտեղ հավաքվում են, եւ փազլը հավաքվում է։ Շատ པարզ տրամաբանությամբ, շատ པարզ պատճառաբանությամբ, ու մենք սա չենք հասկանում։ Գնում ենք, ասում ենք, էս անենք բանակում անել արդեն ուշ է, ժողովուրդ ջան։ Բանակում էլ չենք կարա բան անենք, պետք է մանկապարտեզում ու դպրոցում անենք։ Բուհում պետք է անենք։ Բանակում էլ իր հերթին, սա չի նշանակում, որ այնտեղ, բայց իրականում տենց է։ Իրականում տենց է, ես մի անգամ բանի ժամանակ կառավարության նիստի ժամանակ կարծեմ խոսեցի դրա մասին, համեն դեպս նախարարին ես մեր դպրոցականների իմացությունը այո, բայց ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստվածության մակարդակը, հոգեբանական պատրաստվածության մակարդակը։ Դեպքեր ա լինում, չէ՞ որ ուզում ենք հասկանանք, լավ, ինչի է այդ ամեն ինչը տեղի ունեցել։ Ինչի է տեղի ունեցել։ Եվ հասկանում ես, որ մեր երեխաները դպրոցից դուրս են գալիս հոգեբանական պատրաստություն չունենալով, կյանք են մտնում հոգեբանական պատրաստություն չունենալով։ Հոգեբանորեն թույլ լինելով, թույլ կամքով։ Դե եկեք չասենք սա։ Եկեք չասենք սա, բայց ինչքան կլինի չասել սա։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, իրոք ավելի